Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանը միջին միջանցքը դիտարկում է ոչ միայն որպես տրանսպորտային երթուղի, այլև ավելի լայն իմաստով, որպես միջմշակութային երկխոսության ձև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը Պրահայում Գլոբսեկ 2025 ֆորումի շրջանակներում կազմակերպված միջին միջանցք նորաշխարհակական եւ աշխարհատնտեսական զարգերակ պանելային նիստում իր ելույթի ժամանակ։ Հիքմետ Հաջիևը հիշեցնելով Ադրբեջանի կարևոր աշխարհագրական դիրքի մասին արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ ուղղությունների հատման կետում ընդգծել է, որ անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը սկսել է գործնական քայլեր ձեռնարկել այս ներուժը իրացնելու համար։ Լինելով ցամաքային երկիր, մենք փորձել ենք այս սահմանափակումը դարձնել մեր առավելությունը։ Շուշայում վերականգնվել է ավելի քան 20 պատմական հուշարձան, այդ թվում 5 մզկիթ։ Քաղաքում բացվում են նոր հյուրանոցներ, թանգարաններ եւ հանգստի գոտիներ, որոնք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը։ Միայն այս ամսվա առաջին 10 օրերին Շուշայի այցելել ավելի քան 25000 մարդ։ Այս մասին հայտարարել է Շուշայի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։ Նա նշել է, որ Շուշայում կառուցված նոր դպրոցում սովորում է մոտ 200 աշակերտ։ Բացվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող բուժական եւ առողջապահական կենտրոն։ Առավել նշանակալի նախագիծը Շուշայի բնակիչների համար նոր բնակելի շենքերի կառուցումն է։ Սոցիալական վճարումների նոր աճը կազդի 1.100.000 մարդու վրա, հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Ռաշադ Մուստաֆայևը։ Փոխնախարարը նշել է նաեւ, որ ներկայումս անհնար է ասել, թե ինչպես կազդի կամ չի ազդի սոցիալական վճարումների աճը գնաճի վրա, բայց ամեն դեպքում բարձրացումները կազդեն շուկայի վրա։ Սակայն, ինչպես ասացի, դժվար է որևէ բան ասել գնաճի վրա ազդեցության մասին, նշել է Մուստաֆայևը։ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող Ազալը հունիսի 15-ին հաջողությամբ իրականացրել է Բաքվից առաջին ուղիղ չվերթը դեպի Նոր Չուկուրովա միջազգային օդանավակայան, որը գտնվում է թուրքական Ադանա եւ Մերսին քաղաքների միջև։ Նոր ուղղությամբ չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, ինշաբթի եւ կիրակի օրերին, ինչը լրացուցիչ հարմարավետություն կապահովի մոտակա շրջաններ մեկնող ուղևորների համար։ Մեկնելուց առաջ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի առաջին տերմինալում ուղևորների համար կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտանման խնդիրն էլ ավելի է սրվում։ Ոլորտը համակարգող էկոնոմիկայի նախարարությունից հայտարարում են, Թբիլիսիից հիմնավոր պարզաբանումներ չեն ստացել։ Մաքսային ծառայությունն էլ յուրօրինակ լուծում է մշակել։ Որոշել են հայկական բեռնատարներին ընդհանրապես արգելել հատել հայ-վրացական սահմանը, սա ներկայացնելով որպես հենց նրանց համար արվող քայլ։ Հայաստանի մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանի հատումը։ Օգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը, ասված է հայտարարությունում, թե որքան կգործի արգելքը պարզ չէ։ Վրաստանը թեև տարանցիկ երկիր է, բայց ապրիլի վերջից սկսել է ստուգել իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները։ Թե ինչու, հայկական կողմն այս ամիսների ընթացքում դեռ չի հստակեցրել։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։